Սիրելի ժողովուրդ, խոսքս ուզում եմ սկսել մի շատ կարևոր փաստի արձանագրմամբ։ 107 տարի առաջ մենք ունեցել ենք ազգային քաղաքական էլիտա, հիմնադիր հայրեր, նվիրյալ հայորդիներ, որոնց բարոյական կերպարն է եղել առաջի հանրապետության տարիներին ժողովրդի համար միակ ուղենիշն ու օրինակը։ Ես ուզում եմ հիմա թվել նրանցից մի քանիսի անունները։ Վարչապետներ Հովանես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան և Սիմոն Վրացյան։ Զորավարներ գեներալ Մովսես Սիլիկյան, Դանիել և Պողոս Բեկփիրումյան եղբայրներ, ովքեր կռվում էին Սարդարապատում, Դրաստամատ Կանայան, ով պահեց Բաշապարանը, հրետանավոր կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանց, ով չենթարկվեց զենքը վայր դնելու գեներալ Նազարբեկյանի հրամանին և ում անձնազոհ սխրանքի շնորհիվ կազմակերպվեց և պահվեց Ղարաքիլիսայի ճակատը, Գարեգին Նժդե, ով օգնեց կապիտան Տեր Մովսիսյանցին և վիրավորվեց Ղարաքիլիսայում, իսկ հետո պահեց Հայոց Սյունիքը և շատ ու շատ այլ նվիրյալներ։ Մի քանի վառ օրինակներ բերեմ առաջի հանրապետության ռազմաքաղաքական վերնախավի բարձր բարոյական կերպարից։ Հայաստանի Հանրապետության առաջի վարչապետ Քաջազնունու մի զավակը զոհվեց 1918 թվականին Ղարաքիլիսայի մարտերում, մյուսը 1920 թվականին հայ-թաթարական բախումների ժամանակ, իսկ երրորդը գերեվարվեց Կարսի անկման ժամանակ։ Արամ Մանուկյանը իր համար հատուկ բերված հակատիպային շիճուկը զիջեց հայ մանուկներին զոհաբերելով սեփական կյանքը, իսկ գնդապետ Դանիել Բեկփիրումյանը զորքին ոգևորելու համար հարձակման ժամանակ իր զինվորական համազգեստը հակավ կարմիր աստառով դեպի դուրս, որպեսզի զինվորները նրան լավ տեսնեն առաջին շարքերում և ոգևորված իրենց զորավարի օրինակով գնան նրա ետևից։ Մենք ունեցել ենք նաև ազգային քաղաքական էլիտա 1988-94 թվականներին Մոնտե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալձյան, Մովսես Գորգիսյան, Բեկոր Աշոտ, Արթուր Մկրտչյանի Գրմուրադյան, որը սակայն գլխատվեց ու հալածվեց հայ ու ռուս չեկիստների կողմից, կանխելով առաջի հանրապետության վերածնունդը։ Հենց ազգային քաղաքական էլիտան պիտի դառնա մեր գալիք ազգային պետության ամուր հիմքը, նրա հարատևման երաշխիքն ու գալիք սերունդների համար միակ օրինակն ու ուղենիշը։ Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 21-ի երեկոյան Երևանի քաղաքային ժողովարանի, իսկ հետագայում կառավարության շենքի պատշգամբից Արամը իր հայտնի կոչով դիմեց հրապարակում հավաքված ժողովրդին ասելով. «Կրկնություններ անելու այժմ տրամադիր չեմ ու ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու։ Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դեպի Էջմիածին։ Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորվել ոչխարի պես։ Ով ուզում է ապրել առանց րոպե կորցնելու թող վերցնի զենքը, վերցնի նաև 3 օրվա պաշար ու իսկույն և այդ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը ցուցակագրվելու և այնտեղից ճակատ ուղարկվելու համար։ Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի այժմ կամ երբեք։ Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը։ Ես փորձեցի պատկերացնել, թե ինչ կոչով Արամը կդիմեր հայ ժողովրդին այսօր, եթե նա լիներ մեզ հետ, և ահա թե ինչպես եմ ես այն պատկերացնում։ Կրկնություններ անելու այժմ տրամադիր չեմ և ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու։ Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ ռուս-թուրքական դաշինքի խամաճիկ մեր երկրի ներքին թշնամին գրավել է Երևանի կառավարության շենքը և նպատակ է դրել չբավարարվելով հայոց Արցախի հայաթափումով իսպառ ոչնչացնել հայոց պետականությունը։ Մեզ մնում է մի բան, կամ ընդվզել երկրի ներքին տականքի դեմ և կամ կորցնել մեր պետականության ու ինքնիշխանության վերջին նշույլները կրկին կոտորվելով ոչխարի պես։ Ով ուզում է ապրել, ինքնիշխան պետություն ու արժանապատիվ ազգային ապագա ունենալ, թող պատրաստ լինի
Բևերի իմ ընկերների առաջին իսկ կոչինի պատասխան ողողել Երևանի հրապարակները։ Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի այժմ կամ երբեք։ Ես իմ ասելիքս վերջացրի, ձեզ է մնում անելիքը։ Արամ Մանուկյան 29 մայիսի 2025 թվական Սարտարապատ։ Սիրելի ժողովուրդ, մեկ դարից ավել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը զավթած ու բռնակցած ռուս-թուրքական դաշինքը այժմ իր վերջին ջանքերն է գործադրում Հայաստանը կամ ռուսական գուբերնիայի կարգավիճակում պահելու, կամ թուրքական վիլայեթի վերածելու և կամ իսպար վերացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով նրանք գործի են դրել Հայաստանի քաղաքական դաշտում եղած իրենց բոլոր հայտնի ու ծպտյալ գործակալներին, խամաճիկային ընդդիմություն, տարբեր տեսակի այսպես կոչված սրբազան շարժումներ, միասնություն ճակերտավոր պլատֆորմներ և զանազան այլ ճակերտավոր ազգային ձևաչափեր ստեղծելով։ Նպատակը մեկն է՝ հիպնոզացնելով, մոլորեցնելով, շեղելով, վախեցնելով ու շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, կանխել ազգային զարթոնքն ու թույլ չտալ, որ հայ մարդը հանկարծ տեր կանգնի իր իրավունքներին ու շահերին, մինչև որ նրանք կավարտեն Հայաստանի ամբողջական ոչնչացման իրենց սև գործը։ Սակայն ես որևէ կասկած չունեմ, որ այս անգամի տարբերություն 1920 թվականի դա նրանց չի հաջողվի, քանզի քաղաքակիրթ աշխարհը այլևս դասեր է քաղել թե 1920 և թե 1991 թվականների դառը սխալներից։ Այս անգամ դա նրանց չի հաջողվի, քանզի դասեր է քաղել նաև ինքը հայ ազգը թե 1991, թե 1994, թե 2016, թե 2020 և թե 2023 թվականներին թույլ տրված դառը սխալներից։ Եվ վերջապես այս անգամ դա նրանց չի հաջողվի, քանզի պուտինյան չեկիստական Ռուսաստանի ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհի միջև այս օրերին ծավալվող պատերազմը թևակողում է իր վճռորոշ փուլ, որի արդյունքը այլևս կանխորոշված է։ Չարիքի կայսրությունը դատապարտված է։ Պուտինը խելագար է, որ Ռուսաստանը տանում է կործանման։ Ընդամենը 2 օր առաջ ասել է աշխարհի համար 1 գերտերության ԱՄՆ նախագահը, քաղաքակիրթ աշխարհը հասկացել է և կայացրել է իր վերջնական որոշումը։ Պուտինի ռեժիմը պետք է ոչնչացնել։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հանել են հեռահար հարվածների բոլոր արգելքները, Ուկրաինան հիմա կարող է հարվածել Ռուսաստանի ցանկացած թիրախին, ցանկացած ժամանակ։ Շատ շուտով, շատ անակնկալ կերպով կսկսվեն բեկումնային զարգացումներ, ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ կգա, և մենք ձեզ հետ ականատես կլինենք այնպիսի իրադարձությունների, որոնք չէին համարձակվի կանխատեսել, նույնիսկ փորձված, շատ բան տեսած ու ապրած քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ։ Դա է լինելու փրկության ու ազատագրման այն գերնպաստավոր պահը, որի ժամանակ սակայն մենք ոչ թե ձեռքերը ծալած պիտի նստենք թախտին ու սպասենք բախտին, այլ փլուզվող այս չարիքի կայսրության կողմից գաղութացված մնացած բոլոր ժողովուրդների, վրացիների, մոլդովացիների, բելարուսների, չեչենների, թաթարների, բաշկիրների հետ մեկտեղ ընդվզենք, ողողենք հրապարակները ու տեր կանգնենք մեր երկրին, մեր ապագային ու մեր իրավունքներին։ Ազգային ժողովրդավարական բևեռը ունի բավականաչափ փորձ, քաղաքական կամք ու համարձակություն և պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի ազատագրման ծանր ու պատասխանատու բեռը։ Մենք ունենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը հանդիսացող ազգային արժեքներով ու ժողովրդավարական ավանդույթներով Հայաստանի մեր տեսլականն ու ծրագիրը։ Մենք որևէ կասկած չունենք, որ այդ պատմական պահին
մեզ կմիանան ազգային ոգով տոգորված բազմաթիվ քաղաքական ուժեր եւ անհատներ ու կլինի հենց այն իրական ազգային ուժերի համախմբումը, որի մասին հիմա շատերն են երազում ու խոսում, բոլոր ազնիվ գիտակից ու հայրենասեր հայ մարդկանցից կպահանջվի ուժերի գերլարում եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Ես վստահ եմ, որ ազատագրումից ու ազգային ժողովրդավարական պետության ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց Հայաստանը թռիչքային աճ արձանագրելով կդառնա անճանաչելի, ապահով, բարեկեցիկ արդար ու օրինակելի երկիր, քանզի արդարության ու օրինականության մթնոլորտում աշխատասեր ու տաղանդավոր հայ ժողովուրդը կկարողանա հանգիստ արարել ու ստեղծագործել, արժանավայել կյանք ապահովելով մեր գալիք սերունդներին։ Հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է եւ մենք դա անելու ենք ձեզ հետ միասին։ Պատրաստվեք Հայաստանի ազատագրմանը։ Ազատ!